2019 թվականին Միացյալ Նահանգներում Ջոն Հոփքինսի համալսարանը մի հետազոտություն իրականացրեց, որին մասնակցածների 66%-ը խոստովանել է, որ համացանցում անձնական լուսանկարներ հրապարակելիս օգտագործում է լուսանկարների խմբագրման հավելված, լուսավորությունը, գունավորությունը կամ որոշակի դետալներ փոխելու նպատակով։ Այնինչ հրապարակել են լուսանկարների հեղինակները եւ այնինչ տեսել են մարդիկ, իրական պատկեր է, սակայն լուսանկարի վրա դրված ֆիլտրը փոխել է մարդկանց ընկալումը, ընդգծելով այն, ինչ հեղինակն է ցանկացել, որ մարդիկ առաջինը նկատեն, եւ հետին պլան մղելով այն, ինչ հեղինակը ցանկացել է թաքցնել մարդկանցից։ Տեղեկատվական դաշտում նույն կերպ է աշխատում նաեւ նարատիվը։ Փաստը լուսանկար է, իրականության մի հատվածը, իսկ նարատիվը դրա վրա դրված ֆիլտրը։ Այն կարող է փոխել շեշտադրումները, առաջարկել որոշակի մեկնաբանություն եւ որ ամենակարևորն է, այնպես աղավաղել պատկերը, որ մենք տեսնենք ոչ թե ամբողջական իրականությունը, այլ դրա հատուկ ընտրված եւ աղճատված մի հատվածը։ Նարատիվի հիմքում սովորաբար իրական փաստ է լինում, իրական հանրային մտահոգություն, սակայն խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ այն համեմվում է չափածուցված, չափազանցված եւ կեղծ բաղադրիչներով։ Օրինակ փաստ է, որ Ադրբեջանը այսպես կոչված արևմտյան Ադրբեջան մտածածին հայեցակարգի շրջանակում խոսում է ինչ-որ 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին։ Կեղծ նարատիվ է, երբ պնդում են, թե Հայաստանի կառավարությունը համաձայնվել է կամ քննարկում է 100,000-ավոր ադրբեջանցիներով մեր երկիրը բնակեցնելու ծրագիրը։ Նարատիվները որպես կանոն սնվում են կեղծ լուրերով եւ գետնի վրա իրական սադրանքներով։ Փաստերի ստուգման հարթակը նախընտրական շրջանում ստուգել է բազմաթիվ լուրեր, իբրև թե մեր երկրում ազատ տեղաշարժվող, ապրող եւ աշխատող ադրբեջանցիների մասին։ Մեկն օրինակ, ազգությամբ եւ քաղաքացիությամբ թուրքմեն տաքսու վարորդին ներկայացրել էր որպես ադրբեջանցի։ Մյուսը պնդել էր, թե Թբիլիսիում ադրբեջանական բարձր երաժշտություն միացրած վարորդը այդքան անբռնազբոս երթևեկում է Երևանի փողոցներում։ Երրորդը Հայաստանում ապրող կամ աշխատող որևէ միջին վիճակագրական իրանցու հռչակում է որպես Հայաստան վերադարձած 300,000 ադրբեջանցիներից մեկը։ Չորրորդը Երևանում ռոք մշակույթի ժեստ նանողին ներկայացնում է որպես թուրքական գորշ գայլերի անդամ։ Այսպիսով, նարատիվը իրականություն չէ, այն իրականությունը մեկնաբանելու սովորաբար կամայական ձև է։ Եվ հենց այս պատճառով կարևոր է հասկանալ, թե որտեղ է ավարտվում փաստը եւ սկսվում ֆիլտրը, որը փոխում է մեր ընկալումները։